Ինչպես կանոնակարգել ես դրամական հոսքերը, հա, դրամական հոսքերի վերահսկողությունը։ Մի քանի քայլով ասեմ, ինչ պետք է անել։ Ուրեմն առաջինը, շատ կարևոր բան, հնարավորինս փոքրացնել կանխիկի հոսքերը։ Այսինքն հնարավորինս ձեր հոսքերը բերել դեպի անկանխիկ, որովհետև անկանխիկ դրամական միջոցների շարժը վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան կանխիկ դրամական միջոցներն բնականաբար, հա։ Մյուսը, բոլոր գործարքները գրանցել երկու կիրիչում, թղթային եւ թվային։ Այսինքն բոլոր դրամական միջոցների հոսքերը, որոնք տեղի ունեն ընկերությունում, գրանցվի մի հատ թղթային, մի հատ թվային, այսինքն մի հատ ծրագրում։ Թղթայինը բազ է, հա, եթե մեկը փողը տվեց, մյուսը վերցրեց, այդ պիտի գրանցվի, հա, հանձնեց, ընդունեց։ Թղթային ինչ որ բան, ապացույց լինի, որ այս մարդը հանձնել է, այս մարդը ընդունել է։ Ծրագրային, որ թվային, հա, ծրագրային, որպեսզի բացի թղթայինից երկրորդ տեղ լինի ստուգելու դրամական միջոցների շարժը։ Եթե մենք այս երկուսը զուգահեռ չենք պահում, չնայած մեկն ենք պահում, բնականաբար էլի խնդիրներ ռիսկեր են առաջանում։ Օրինակ, եթե մենք թղթայինով պահենք դրամական միջոցների շարժը, դա ստուգելը մի հատ մեծ ահռելի աշխատանք է, հա, ըստ էության համարյա անհնար աշխատանք է։ Ու մյուս կողմից հակառակը, հա, եթե մենակ թվային, եթե մենակ ծրագրով գրանցում եք, բայց թղթային չպահեք, հետագայում անհամաձայնությունների դեպքում ապացուցելը, որ այսինչ տրանզակցիան, այսինչ գործարքի իրականում եղել է, շատ ավելի բարդ կլինի, քան եթե ունեք նաև երկրորդ թղթային կրիչ։